հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ, որ նախընտրական թոհուբոհի մեջ ժամանակ եք գտել նաև մեր համար, այսօր կարևոր իրադարձություն ունենք, պատիվ ունեմ հյուրընկալել Լիտվայի արտաքին գործերի նախարար եւ իմ լավ գործընկեր եւ բարեկամ Կեստուդիս Բուդրիսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը Պարոն նախարար, մենք հաճախ տարբեր հարթակներում առիթներ ունենում ենք շփվելու, բայց իհարկե երկկողմ այցերը եւ միմյանց հանդիպել եւ հանգամանալից քննարկումներ ունենալը մեր մայրաքաղաքներում առանձնահատուկ հնարավորություն է առաջ մղելու մեր քաղաքական երկխոսություն եւ համագործակցությունը։ Պետք է ասել, որ հարգելի գործընկերներ, այս առիթը բավականին սիմվոլիկ ժամկետում է տեղի ունենում մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակում եւ հենց այս ժամկետում էլ մենք ունենալով բոլոր նախկին զարգացումները համագործակցությունը կարողացանք ստորագրել մի փաստաթուղթ, որով բարձրացրեցինք մեր հարաբերությունների մակարդակը Հայաստանը եւ Լիտվան այս պահից սկսած ռազմավարական գործընկերներ են, սա մի ձևաչափ է, որը մեզ հնարավորություն կտա եւ ավելի լրջացնելու մեր քաղաքական երկխոսություն եւ համագործակցությունը, բայց նաեւ ավելի համապարփակ մոտենալու ոլորտային համագործակցությանը։ Մենք այսօր հնարավորություն ունեցանք քննարկել մեր տնտեսական համագործակցության հեռանկարները, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կիբերանվտանգության, որտեղ Լիտվան հարուստ փորձ ունի, որտեղ մենք որոշակի փորձ եւ գիտելիքներ ունենք եւ կկարողանանք օգտակար լինել միմյանց։ Իհարկե մենք մեր բարեկամությունը, որը վերջին տարիներին ընդգծված կերպով դրսևորվել է երկկողմ հարթություններում, իր դրսևորումն է գտնում նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններում եւ նաև միջազգային հարթակներում մենք երախտապարտ ենք նաև մեր լիտվացի գործընկերներին Հայաստան-Եվրոպական միություն, ուրեմն հարաբերությունների խորացման հարցում ստացած մեծ աջակցության համար շատ հետաքրքիր համագործակցության ձևաչափ է մեզ համար շատ կարևոր նաև եւ հետաքրքիր ձևաչափ է Հայաստան նորդիկ բալթիկ երկրների համագործակցության ձևաչափ այստեղ եւս վայելում ենք Լիտվայի լիակատար աջակցությունը մի մեր համագործակցության եւ կամ ընդհանուր համագործակցության լավագույն դրսեւորումներից ամենաթարմ դրսեւորումներից մեկը մենք վերջերս հյուրընկալեցինք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում եւ նաեւ անմիջապես դրան զուգահեռ տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը Պետք է անպայման ընդգծենք, որ մեր հարաբերությունները հիմնված են նախ եւ առաջ ընդհանուր արժեքների վրա՝ ինքնիշխանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ սա իհարկե ուրախալի նորություն է, բայց կա զուգահեռ նորությունը, որ այս նույն արժեքները, որ ես քիչ առաջ նշեցի, թիրախավորվում են տարբեր կենտրոնների կողմից մեր օրերում եւ հիբրիդային սպառնալիքների ներքո են գտնվում եւ ուզում եմ ասել, որ սա եւս մի ոլորտ է, որտեղ մենք եւ Լիտվան սերտորեն համագործակցում ենք, ուրեմն հասցեագրելու այս մարտահրավերները։ Հարգելի գործընկերներ, իհարկե մենք խոսել ենք նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի վերաբերյալ, նաեւ առհասարակ աշխարհակաղակական իրավիճակի վերաբերյալ ես գործընկերոջս ներկայացրել եմ մեր եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը, ներկայացրել եմ TRIP նախագիծը, դրա շրջանակներում ձեռնարկվող քայլերը եւ այստեղ էլ մինչ այսօր եւ վստահ եմ ապագայում եւս հանդիպել ենք եւ կշարունակենք հանդիպել միայն Լիտվայի ողջունելը եւ աջակցության պատրաստակամությունը։ Սա շատ համառոտ ամփոփումներ նրա, ինչ մենք քննարկել ենք եւ ինչ մենք ունենք մեր օրակարգում։ Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ եւ շատ ուրախ եի ընդունել ձեզ Հայաստանում, սիրելի բարեկամ։